Մեր առօրյայում զիջելը հաճախ ասոցիացվում է թուլության, պարտավորականության հետ։ Իբր ստիպված է զիջում, քանի որ հակադրվելու եւ հաղթելու ունակ չէ։ Իրականում մարդիկ կան, որ ուզում են հաղթել, բայց չեն կարող, ու հետեւաբար կարող են ձևանալ սիրալիր, համբուրելով ձեռքը, որը չեն կարող կտրել։ Քանի որ ներքուստ, պարտված եւ թույլ են իրենց զգում, կարիք ունեն ինքնահաստատվելու եւ ապրում են հաշվեհարդար լինելու երազանքով։ Բայց զիջելը կարող է ենթադրել նաեւ շատ մեծ ու անպարտելի ուժ, որը վերածվում է մեծահոգության։ Հիշում եք Սամսոն Սիդավթիի զարկերը, որ զիջում է Մսրամելիքին։ Իրոք, ինչպես կարող է զիջել այն, ինչի տերը դու չես տիրապետում։ Զիջելու մեծահոգությունը վեհ է։ Այն ոչ միայն պահանջում է սեփական զորության խորը վերապրում, այլև բարձր գիտակցվածություն եւ գաղափարային հենք, հետեւաբար պատասխանատվություն եւ կարեկցանք։ Պատկերացրեք մի վարորդի, ում մեքենան հնարավորություն ունի մեծ արագություն բացելու, բայց այնուամենայնիվ նա վարում է խղճի եւ կանոնների համապատասխան։ Բակերում 20 կմ/ժ, քաղաքում 60 կմ/ժ։ Նա չունի ինքնահաստատվելու եւ որևէ մեկին իր հնարավորությունները ապացուցելու կարիք։ Նա իրեն լիարժեք եւ ինքնաբավ է զգում։